հայտարարությունից հետո փորձում են այսպես արդարանալ, որ սխալ են հասկացել, հատկապես Խաչատուր Սուլյազյանը, որ ինքը ճիշտ չի ասել, որ զոհեր չեն եղել եւ այլն։ Ամեն դեպքում ձեր տպավորությամբ սա այսպես ձևակերպել պետական քաղաքականության մաս է կազմում, ասել, հետո հերքել, ներողություն խնդրել, բայց իրականում ինչ է կատարվում, ինչ են այսպես վարվում։ Տեսեք, սա առաջին դեպքը չէ, երբ ուրեմն պաշտոնատար անձինք, կլինի դա ազգային ժողովի նախագահ, կլինի դա ազգային ժողովի պատգամավոր, արցախցիների հանդեպ այսպես ատելության կամ արցախցիների այնտեղ պայքարելու ուրեմն փաստը կասկածի տակ դնելու հայտարարություններ են արվում, հետո ներողություն են խնդրում։ Տեսեք, մենք բոլորս բան ենք, հա, մեր աչքի առջև տեղի ունեցող գործընթացից այսպես բան չենք, հեռու չենք, մենք մեր աչքով ենք տեսնում ինչ է կատարվում։ Մենք տեսնում ենք, որ կոնկրետ ֆեյքեր, մենք տեսնում ենք, որ կոնկրետ մանր քարոզիչներ իրենց դեմքով, մենք տեսնում ենք մանր-մունր լրատվամիջոցներ, ովքեր այս ընթացքում ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ, ովքեր փողոցում գտնում են ինչ-որ անհասկանալի մարդկանց եւ նրանցից հատուկ հարցազրույցներ են վերաբերում, որոնցով կփորձեն այսպես սահմաններ մտցնել հայաստանցիների եւ արցախցիների միջև։ Եվ գիտեք, այն որ երեք ազգային ժողովի պատգամավորը կասկածի տակ շարունակում է պնդել այն կասկածը, որ արցախցիները չեն կռվել 2023 թվականին, դա խոսում է նաև պետական քաղաքականության եւ պետական վերաբերմունքի մասին։ Ինչ տարբերություն ասել է 10 զոհ են տվել, թե 210 զոհ են տվել ուղղել է, բայց փաստը մնում է այն, որ նա կասկած այնտեղ կռվել են եւ կռվել են իրենց բոլոր հնարավորություններով եւ ուժերով, որովհետեւ շրջափակված Արցախում հյուծված արցախցին կարող էր ընդամենը մի քանի օր դիմադրել։ Մենք ինքներս լավ հասկանում ենք, երբ որ արցախցին տեսնում է, որ իր անվտանգության երաշխավոր Հայաստանից որևէ բան չի սպասելու, Հայաստանը հայտարարում է, որ ինքը չի խառնվելու դրան, հնարավոր չի լինելու Հայաստանին ներքաշել դրա մեջ, ինչ պետք է անեին այնտեղ մնացած 120 արցախցիները։ Այո, ըստ էության ոչ միայն արդարացնելու, այլ փորձելու Հայաստանի հասարակության մոտ ստեղծել տրամադրություններ արցախցիների նկատմամբ։ Եթե իրենց նպատակը իրականում այն է, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ արցախցիները պարզապես ստիպված հեռանան Հայաստանից, շատ սխալվում են։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Այս ատելության գեներացումը իրականում տեղի է ունենում սոցիալական ցանցերով, մանր-մունր այսպես լրատվամիջոցներով, որոնք ֆինանսավորվում են ըստ էության հենց իրենց կողմից, եւ մենք բոլորս էլ գիտենք, թե թելերը կոնկրետ ում մոտ է տանում, բայց ընդհանուր հասարակության մեջ նույն վերաբերմունքը չէ։ Հասարակությունը շատ ավելի առողջ եւ շատ ավելի ադեկվատ արձագանք է տալիս այդ ամենին։ Հետեւաբար նույնիսկ այս փորձերը, հա, որ իրենք անելու են, դա իրենց ցանկալի արդյունքը չի տալու։ Իշխանությունն ասում է Արցախը անշարժում է, չենք շարունակի, ասում է Արցախի էջը քանդվել է։ Այս ամեն ինչից հետո ինչ վտանգ է ներկայացնում արցախցին լինելով Հայաստանում։ Տեսեք, նախ առաջին հերթին իշխանությունը չէ, որ պետք է ինչ-որ փոքր սենյակում մի քանի հոգանոց խմբակով որոշի, որ Արցախյան շարժումը փակվել է, թե չէ։ Ես հասկանում եմ, որ իշխանությունը իր այդ հայտարարություններով փորձում է բավարարել Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները եւ Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախ գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է եւ նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը։ Ինչ նպատակ ունի այդպիսի հայտարարություններից հետո նույնիսկ, այստեղ իրականում կա արցախցիների ուրեմն պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ եւ իրենք ամեն ձև փորձում են նախ առաջին հերթին հենց սկզբից փորձեցին արցախցիներին այսպես սփռել ամբողջ Հայաստանում, որպեսզի համայնք չձևավորվի, այս պահին էլ տեսնում են, որ պարբերաբար արդեն շոկից դուրս են գալիս արցախցիները եւ իրավունք ունեն դնելու իրենց պահանջները, այդ թվում պահանջելու Հայաստանի իշխանություններից տեր կանգնել վերադարձի իրավունքին, այս ամեն ինչ այսպես կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ։ Գործընթացներում մտահոգություն ունեմ, որ արցախցիների տոկոսը մեծ է դրել
հետո հաշվի առնելով այն ամբողջ ըմբոստությունը, որ կա իրենց։ Գիտեք, եթե հաշվի առնենք իշխանությունից կարճած լինելու իրենց վախերը, իրենք ամեն ինչից են վախենում։ Իրենք Արցախցուց են վախենում, իրենք Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներից են վախենում, իրենք մարզերում գտնվող մեր հայրենակիցներից են վախենում։ Այսինքն, երբ հարցը հասնում է իրենց աթոռին, իրենք պատրաստ են գնալ ցանկացած, այսպես հրեշավոր մեխանիզմների գործադրման, միայն շարունակեն մնալ իրենց աթոռին։ Մինչդեռ էլի ուզում եմ կրկնել, մեր հանրության, ուրեմն հանրության տրամադրությունները այդ սոցցանցային տրամադրությունները չեն։ Մեր հասարակության հիմնական մասը շատ առողջ է դատում, շատ ճիշտ է դատում եւ այնպես ինչպես մեզանից շատերի համար Արցախը եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքը, իսկ Արցախցին մեր հայրենակիցը, այդպես էլ մտածում են հասարակության ստվար զանգվածներ։ Հետ կապված են իրենք հատուկ ուղղորդում ունեն, ասում են նրանց գործիք են դարձել որոշ ուժեր, քաղաքական որոշ դեմքեր, դրսի ուժեր, այսինքն նույնիսկ սոցիալական հարցերը նրանք փորձում են ուղղորդել այլ։ Գիտեք, շատ հեշտ է մանիպուլացնել դա, բայց երբ որ քո քաղաքականության պատճառով Արցախցին զրկվել է տնից, Արցախցին զրկվել է իր տարիներով աշխատանքից եւ ստիպված վերադարձել է իր հայրենիք, մայր Հայաստան, եւ այս դեպքում դու ասում ես, գիտես, ինչքան ձեզ օգնեցինք եւ այլն, բավական է, պետությունը արդեն այլևս ձեր հանդեպ պատասխանատվություն չունի, այսինքն այնպես ինչպես 2023 թվականին պատասխանատվություն չուներ Արցախի անվտանգության համար։ Հիմա այս պայմաններում ինչ են սպասում Արցախցին, այն նկատի ունեմ, այս ընթացքում որևէ գործում քայլեր չեն արվել արցախցիների համար օրինակ աշխատանքի ապահովման հարցերը լուծելու։ Այսինքն չկան, դու գործում մեխանիզմներ չես ստեղծել։ Ախր ամբողջ հարցը հետևյալն է, ինքը process-ը քաղաքական է, որովհետև քաղաքական իշխանությունն է որոշում կայացնում սոցիալական նպաստներ կամ սոցիալական աջակցություն ցույց տալու վերաբերյալ։ Բան չի, այսպես ինքը լրիվ մաքուր սոցիալական process չի։ Երբ որ քաղաքական որոշման արդյունքում է դա լինում, բա դա քաղաքական չի։ Ինչ ես ասում ես, դե գնա արդեն ոնց ուզում ես գլուխդ պահի, տուն չունես, տնից զրկվել ես հենց իրանց մեղքով։ Ապրուշ չունես աշխատանքից եւ բոլոր հնարավոր այսպես շահույթ ստանալու քո միջոցներից, հա, եթե ձեռնարկատեր ես եղել եւ այլն, զրկվել ես իրենց քաղաքականության պատճառով, դե հիմա էլ գնա գլխիդ ճարը տես։ Չբողոքի Արցախցին։ Տիկին Վարդանյան, եղել է, որ այս իշխանության այս վերաբերմունքի ֆոնին Հայաստան խմբակցությունը որոշի մի ամսվա այդ աշխատավարձ պարգևավճարներ պատգամավորների ձեռքի ծախսի այդ անհասկանալի 250,000-ները հավաքեն եւ արցախցիներին խմբի։ Գիտեք, եթե ես այսպես ասեմ, ես այսպես չեմ սիրում այդ հարցերի վերաբերյալ հրապարակային խոսել, բայց եթե դուք այսպես հարցնեք յուրաքանչյուր падգամավորից, այո, յուրաքանչյուր падգամավոր այս ընթացքում սկսած 2023 թվականից մինչև հիմա շարունակում է տարբեր հարցերում օգնել Արցախի մեր հայրենակիցներին, բայց գիտեք, դրա մասին խոսելը եւ հայտարարելը իմ կարծիքով պարզապես անբարոյականություն է, որովհետեւ ոչ մեկ այդպիսի օգնության խնդրանքին չի արձագանքում հետո դրա վերաբերյալ հրապարակային խոսելու համար։ Հետևաբար սրանով ես կսահմանափակվեմ եւ չեմ մանրամասնի, թե ով ինչ է արել արցախցիների համար։ Միլիոնատեր մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանին Ես այդ հարցին չեմ պատասխանելու անկեղծ ասած, որովհետև դուք արդեն սկսում եք բանով, հասկանում եք, դուք սկսում եք երկում որ նա միլիոններ ունի, ասելիսին հարցինի պատասխան ասել այո։ Հիմա հարցը հետևյալն է, դուք արդեն սկսում եք այնպիսի շեշտադրումով Հիմնադրամ չի բացում արցախցիներին աջակցելու։ Ես էլի եմ կրկնում, արցախցիների աջակցությունը 2023 թվականից եղել է հենց ի սկզբանե։ Արցախյան պատերազմին մասնակցած, Արցախի խնդրով մտահոգված Ռոբերտ Քոչարյանը ինչու հիմնադրամ չի բացում եւ արցախցիներին չի։ Ես կարծում եմ, որ հիմնադրամով այսպես լրացուցիչ օղակ ստեղծելու անհրաժեշտություն չկա, որովհետև 2023 թվականից միգուցե նաև դրանից ավելի վաղ, բայց ես 23 թվականը շեշտում եմ, որովհետև 23 թվականին էթնիկ զտման ենթարկվեցին արցախցիները, յուրաքանչյուրը, այդ թվում նաև Արցախի համար պայքարած Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները, ուրեմն արել են հնարավորինս մեր
Արցախի հայրենակիցներին օգնելու համար։ Եվ ելի եմ կրկնում, դրա մասին բարձրաձայնելը ես կարծում եմ բարոյական այսպես նորմերից զուտ դուրս է։